Կառավարությունը 209 միլիոն դրամ է հատկացրել երկրորդ եռամսյակում անհուսալի վարկերի վճարումներ անելու համար։ Աջակցությունը տրվում է վարկարու այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով եւ միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 միլիոն դրամը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի խոսքով ապրիլի 23-ի դրությամբ 3594 բավարարված դիմում կա, իսկ ծրագրով հետաքրքրվածների թիվն անցնում է 9000-ը։ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանին Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ Խորապես վշտացած են Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից։ Սրտան ցավակցում եմ զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր ձևերով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են։ Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Արժնախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում եղել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։